Ողջույն սիրելիներս, այսօր կկիսվեմ տոնական սեղանների սառը ուտեստներից խոզի ազդրի պատրաստման փորձված տարբերակով, որով ես պատրաստում եմ արդեն երկար տարիներ։ 8 կգ եւ ավելի մսի մարինացման եւ պատրաստման բոլոր նրբությունները կներկայացնեմ մեկ տեսանյութով։ Այս տարբերակով մեծ կտոր ազդրը ավելի շուտ է պատրաստվում, որի արդյունքում միսը ներսում մնում է հյութեղ, նուրբ ու շատ փափուկ, իսկ եփվելուց հետո միսը չի չորանում։ Պես մարինացնում ենք միսը, ցանկալի է 2 օր, որպեսզի միսը դառնա համեղ ոչ թե միայն մակերեսից, այլ աղն ու համեմունքները հասցնեն խորը թափանցել մսի մեջ, ամբողջ միսը դարձնելով հավասար համեղ։ Սակայն եթե ազդրը չեք հասցրել ժամանակին գնել, կարող եք նույնիսկ 1 օրում մարինացնել 8-ից 10 ժամ եւ եփել, արդյունքը նույնը կլինի։ Մարինացնելու համար վերցնում ենք 5 լիքը ճաշի գթալ խոշոր աղ, պարտադիր խոշոր աղ, 1 ճաշի գթալ սև աղացած պղպեղ եւ 2 ճաշի գթալ կարմիր պղպեղ։ Անհրաժեշտ է 3 գլուխ սխտոր, բարակ կտորներով կտրատած, 3 դափնու տերև, որը փշրելու եմ ու խառնեմ սխտորի հետ, ամբողջական կտորով դնելու դեպքում կարող է մսին տալ դառը համ դափնու տերևը։ Միսը լվանում ենք ու չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկով, որը ես արել եմ կադրից դուրս։ Վերցնում ենք բարակ յուղային շերտ ունեցող ազդր, ինձ մոտ 1 սմ հաստություն ունի յուղի շերտը, իսկ եթե շերտը հաստ կլինի, կարող եք հեռացնել այն թողելով բարակ շերտ։ Եղանակով անում ենք խորը անցքեր, որ միսը եփվի, ինչպես ասում են, մինչև ոսկոր, եւ նաեւ նրա համար, որպեսզի համեմունքները մսի խորը շերտին հասնեն, համը ներթափանցի մինչև մսի խորքը։ Ինչու է պետք մարինացման ժամանակ պարտադիր վերցնել խոշոր աղ, կարող եք նաև ծովային աղ վերցնել։ Խոշոր աղը դանդաղ է լուծվում, հավասար է ներթափանցում եւ միսը չի կոշտացնում, ներսից հյութեղ է պահում եփվելիս։ Իսկ սև պղպեղը անցքերի մեջ դնում ենք շատ քիչ, չափավոր, որպեսզի երկար եփվելու ժամանակ դառնություն չտա։ Այս խառնուրդի մեծ մասը պետք է քսենք ազդրի մակերեսին, այն մերսելով տարածում ենք ամբողջ մակերեսով մեկ։ Մինչ կշարունակեք դիտել տեսանյութը, կխնդրեմ նրանց, ովքեր նոր են միացել իմ ալիքին, բաժանորդագրվեք եւ կիսվեք ձեր ընկերների հետ տեսանյութով այն պահպանելու համար։ Ազդրը փակում ենք սննդային թաղանթով, դնում սառնարան կամ շատ սառը սենյակում ենք պահում, իմ դեպքում 2 օր։ Անցել է 2 օր, այդ ընթացքում ազդրը լավ մարինացվել է, եփման համար ընտրում ենք հարմար կաթսա, որ ազդրը ամբողջությամբ հանգիստ տեղավորվի։ Լցնում ենք այնքան ջուր, որ ազդրը ծածկի, դուրս չմնա ջրից, իմ պարագայում 14 լիտր ջուր է հարկավոր լինելու, պետք է լինի ջուրը տաք, 30-ից 35 ջերմաստիճանի, իմ դեպքում վերցնում եմ տաք ծորակի ջուր, որպեսզի միսը հյութեղ ստացվի, սառը ջրով չենք եփում, սառը ջրով եփելիս միսը երկար ժամանակ մնում է ցածր ջերմաստիճանում, սպիտակուցները դանդաղ են փակվում եւ հյութը ավելի շատ անցնում է ջրի մեջ, արդյունքում կստանանք համեղ արգանակ, բայց չոր միս, իսկ գոլից մի քիչ տաք ջրով եփելիս մսի մակերեսի սպիտակուցները ավելի շուտ են կծկվում, հյութը փակվում է մսի ներսում եւ պահում հյութեղությունը։ Տաք ջրի մեջ անմիջապես լուծում ենք աղը, բայց չափավոր, ես վերցրել եմ խոշոր աղ,
14 լիտրի համար օգտագործելու եմ 140 գրամ խոշոր աղ, քանի որ միսը արդեն ընդհանուր աղ է արված, ճիշտ հարաբերակցությունը 1 լիտր ջրի համար վերցնում ենք 8-ից 10 գրամ խոշոր աղ, մոտ 6-ից 7 ճաշի գդալ։ Աղը վերցնում ենք և լցնում ենք հենց սկզբից, եթե աղը ավելացնենք եռալուց հետո, աղը չի ներթափանցի մսի մեջ և կարող է մակերեսից կոշտանալ միսը, փոքր, բայց շատ կարևոր քայլեր են դրանք լավ արդյունք ստանալու համար։ Ավելացնում ենք նաև եփման ջրին 3 հատ գազար մեղմ քաղցրություն ու բույր տալու համար, 2 գլուխ սող, հատիկավոր պղպեղ 15-ից 20 հատ, 3 հատ դափնու տերև, եփում ենք պարտադիր փակ կափարիչի տակ, եթե հերմետիկ փակվի ավելի լավ, ընթացքում ջրի շատ կորուստ չենք ունենա և քիչ ջրի կարիք կլինի ավելացնելու։ Եփում ենք ցածր կրակով, թողնում ենք, որ ջուրը աստիճանաբար տաքանա և հասնի եռման, այդ դեպքում մսի կոլագենը լավ փափկում է, մսի ջերմաստիճանը դանդաղ է բարձրանում և չի կոշտանում։ Ջուրը չենք թողնում, որ ինտենսիվ եռա, եփում ենք թեթև եռման եզրին հասնող վիճակով։ Սիրելիներս, անցել է 2 ժամ, քանի որ ինձ մոտ կափարիչը այդքան էլ հերմետիկ չէ, կա ջրի կորուստ, ազդրը լիովին ծածկված չէ ջրով, այդ դեպքում ավելացնում ենք միայն եռման ջուր, որպեսզի եփման ռեժիմը չխախտվի։ Եվ 1 լիտր եռման ջրին ավելացնում ենք 10 գրամ խոշոր աղ, լուծում ենք ջրում և լցնում այնքան ջուր, մինչև ազդրը նորից ծածկվի, եթե կարիք լինի, եփման ընթացքում կրկնում ենք նույնը։ Որպեսզի ազդրը ամբողջությամբ ծածկվի ջրով, ես ավելացրեցի 5 լիտր ջուր, որպեսզի ջրում աղի քանակը ճիշտ պահենք, դա պարտադիր քայլ է։ Իսկ ինչպես ենք ստուգում ազդրը եփված է թե ոչ, դանակի, շամփուրի կամ պատառաքաղի օգնությամբ ազդրի ամենահաստ մասում խորը մտցնում ենք մետաղական իրը, եթե հեշտ է մտնում և առնաջուր դուրս չի տալիս, ուրեմն ազդրը պատրաստ է, ինչպես տեսնում եք սիրելիներս, դեռ պետք է եփել։ Անցել է ևս 3 ժամ, ստուգում ենք ներսի հյութը թափանցիկ է, շատ բաց, ազդրը եփված է սիրելիներս։ Եփման ժամանակը կախված է նաև ազդրի քաշից, եփման պայմաններից, ինձ մոտ եփվեց 5 ժամում, եթե 8 կգ ազդրը եփեինք միայն ջեռոցում, կպահանջվեր 7-ից 8 ժամ, բայց այս տարբերակով ստացվում է ավելի արագ, իսկ արդյունքը հիանալի։ Անջատում ենք անմիջապես, հետո զգուշությամբ 2 լայն շերեփների օգնությամբ հանում ենք ջրից, կարող ենք սիրելիներս նաև ջուրը կիսատել, որպեսզի հեշտ հանենք տաք ջրից ազդրը, դա արել եմ ես կադրից դուրս, տեղափոխում ենք միանգամից տապակի մեջ, որով պիտի կարմրացնենք ջեռոցում։ Սիրելիներս, իսկ ազդրին գեղեցիկ և կոկիկ տեսք տալու համար հեռացնում ենք այս ոսկորը, այն հեշտությամբ կարող ենք հեռացնել։ Եվ տեսեք, թե ինչքան ախորժելի տեսք ունի, շատ հյութեղ, փափուկ, փխլվող է ստացվել միսը սիրելիներս։ Եվ թողնում ենք, որպեսզի 30 րոպե միսը հանգստանա առանց ծածկելու, այդ ընթացքում մակերեսը մի քիչ կչորանա, հյութը կբաշխվի ներսում, սա կարևոր է, որ ջեռոցում կարմրի, ոչ թե շարունակի եփվել։ Անցել է 1 ժամ, մակերեսը չոր է, եթե շտապելու եք սիրելիներս 30 րոպե հետո ջեռոց պետք է դնեք կարմրացնելու համար, ազդրի մակերեսը հնարավոր է խոնավ լինի, պարտադիր թղթե սրբիչով, անձեռոցիկով չորացրեք, բայց թեթև հպումներով, որպեսզի տաք ճարպաշերտը չքանդվի, ինձ մոտ անցել է 1 ժամ, մակերեսը չոր է։ Պատրաստում եմ թանձր ջնարակ մակերեսին քսելու համար, վերցնում եմ 3 ճաշի գդալ տոմատի մածուկ, 3 ճաշի գդալ կարմիր պղպեղ, 1 թեյի գդալ սև պղպեղ և կես թեյի գդալ մանանեխ, ոչ շատ, և 3 ճաշի գդալ բուսայուղ։ Ջնարակը կարող եք նաև թույլ պատրաստել, ավելացնելով ավելի շատ տոմատի մածուկ, սոյայի սոուս, բայց իմ նպատակը գեղեցիկ կայուն շերտ ստանալն է և ես թանձր եմ պատրաստելու։ Մակերեսը և կողքերը ամբողջությամբ պատում ենք թանձրուկով, այդ ընթացքում ջեռոցը նախապես տաքացնում ենք 200-ից 220 ջերմաստիճանի տակ, ցածր, օրինակ 170 և 180 ջերմաստիճանում մսի մակերեսը լավ չի կարմրի և հյութը կարող է դուրս գալ, իսկ մեզ պետք է հյութեղությունը պահել։
Ջեռոս տեղափոխելուց 5 րոպե անց, սիրելիներս, ազդրի վերևի բարձր հատվածը ծածկում ենք փայլաթիթեղով կամ մի քանի տաք ծալված յուղաթղթով, որպեսզի չայրվի, մինչ կողքերը նույնպես կկարմրի։ Կարմրացնում ենք 15-ից 20 րոպե և ազդրը արդեն պատրաստ է։ Սիրելիներս, ցանկալի է, որ ազդրը կտրելուց առաջ թողնենք մի փոքր սառչի։ Դա էլ կարևոր է ներսում հյութեղությունը պահելու համար, ինչը որ ես արել եմ, և տեսեք, թե ինչքան գեղեցիկ, շքեղ, հյութեղ, փափուկ, փխլվող, ախորժելի տեսք ունի, իսկ համի մասին խոսքերն ավելորդ են։ Դուք էլ պատրաստեք և փորձեք, սիրելիներս, այս տարբերակով հաստատ ձեզ դուր կգա, իսկ եթե կլինեն հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ։